Այդ ես որ զանգում էի, ուզում էի հանդիպեինք, չէիր ուզում։ Այդ ինչ փոխվեց։ Մտածեցի, որ հենց հիմա մենք պետք է իրար օգնենք։ Բայց եթե դեմ ես, կգնամ։ Ասա տեսնեմ ինչ ունես ասելու։ Մագդա, դու շատ լավ գիտես, որ իմ աչքի լույսը չես։ Բայց հիմա մենք պետք է իրար հետ լեզու գտնենք։ Հանուն Նորոյի։ Այսինքն Դու ուզում ես, չէ՞ որ ինքը ազատության մեջ հայտնվի։ հարցդ ընդհանրապես տրամաբանական չի։ Բնական է, որ շունչս պահած այդ օրվան եմ սպասում։ Հավատա, ես էլ եմ նույն վիճակում։ Հասկանում եմ, որ քո համար շատ տհաճ է լսել այս ամեն ինչը, բայց դու շատ լավ գիտես, որ ես Նորոյին շատ եմ սիրում։ Ու այնքան շատ, որ պատրաստ եմ քեզ հանդուրժել, որ կարողանամ իրան օգնել։ Լսի, ես ոչ մի բան էլ չունեմ քո հետ խոսալու։ Իսկ ինձ տենց չի թվում։ Այդքան շուտ մոռացար ընկերոջս բանությունը։ Չէ, ոչ մի բան էլ չեմ մոռացել։ Դրա համար էլ ոչ մի բան չեմ ուզում հետդ խոսալ։ Ընկերոջս սպանողի հալալ է, չես դու։ Լսի, Գարիկ, ես ուզում եմ հասկանամ դու հիմա սենց ես խոսում, որովհետև իրոք այդ կարծիքին ես, թե քեզ տենց է ձեր տալի։ Ինչա նշանակումը տենց է ձեռ տալիս։ Լսի, Էդո, ես ընդամենը մի բան եմ ուզում, որ ընկերոջս սպանողը պատասխան տա։ Իսկ Նորոն շատ սխալ ձևով է իր հարցերը լուծել։ Գարիկ, դու շատ լավ գիտես, որ Նորոն այդ մարդը չի։ Ես եկել եմ, որ իր հետ հանգիստ խոսանք։ Կարան գնանք ուրիշ տեղ, մի հատ հանգիստ տեղ։ Եթե քեզ թվում է, որ ես եկել եմ հետդ կռիվ անեմ կամ քեզ խաբեմ, սխալվում ես։ Կարանք իրար ուղակի լսենք մարդավարի հասկանանք։ Ես էլ եմ տղա, դու էլ ես տղա։ Հարց կա, եկել եմ բարձաբանեմ։ Թողնել գնալս որն է։ Ինչքան փորձում եմ ինձ ուրիշ մտքերով ցրեմ չի ստացվում։ Պապայի պահանջները ուղեղիս մեջ տեղ չեն անում։ Լավ, ինչ սխալ եմ արել։ Կամ ինչ մեղք եմ գործել, որ ես պատասխանն եմ տալիս։ Դու քեզ մի մեղադրի տատ։ Ախր ոնց չմեղադրեմ։ Դաստիարակողը ես եմ եղել։ Այդ որտեղ եմ թերացել, որ չեմ նկատել։ Տատ գիտես, ես մտածում եմ, որ դաստիարակությունը սովորության նման մի բան է։ Ու ինքն էլ տարիների ընթացքում փոխվում է։ Երբ որ մարդ ուրիշ տեղ ապրում, ուրիշ մարդկանց հետ է շփվում։ Իր սովորություններն էլ են փոխվում, սկսում է կյանքին ուրիշ ձև նայել։ Ու այն արժեքները, որոնցով որ ինքը մեծացել է ու իր եսը ձևավորվել է, սկսում են էլ իր վրա չազդել։ Տարիներն ու հեռավորությունը մարդուն շատ է փոխում։ Իսկ պապան տարիներով քեզնից հեռու է եղել։ Կարելի է։ Ալինա։ Գիժես, ես ոնց։ Բալես, ծավտում։ Բարև ձեզ։ Բարև Ռոբ ջան։ Ես ինչ անակնկալ վերադարձակ։ Երկորից չէիք գալու։ Հա։ Ռոբ դարի գնանք երկորից կգանք, հա։ Ուրախ չես տադ։ Չէ, ուրախ եմ։ Ուղղակի շատ անսպասելի էր։ Գոնե ձեր ծնող կոմիտեն զանգեր զգուշացներ։ Դե մենք ասել էինք, որ կզանգենք, կզգուշացնենք, Բայց մենք ուզեցինք անակնկալ անել։ Ու ոնց որ ստացվեց։ Նորոն տանը չի։ Վայն ինձ էի կարոտել։ Մի քանի օր չեմ եղել տանը, բայց ոնց որ մի տարի լինի։ դե լավ, Ալին, պետք չի այդքան չափազանցնել։ Դիլիջանում ասում էիր, որ հնար լինի հետ չես գա։ Ալինա, տենց բան ես ասել։ Էլիս, Ռոբին չես ճանաչում։ Կռիվ գցելու մեծ վարպետ է։ Լավ Էլիս ջան, երեխեքի համար մի բան պատրաստի, թող ուտեն, ճանապարհից են եկել, սոված կլինեն։ Չէ, շատ շնորհակալ եմ։ Մենք ճանապարհին կերել ենք։ Ճիշտն ասած, մերոնք էլ դեռ տեղյակ չեն, որ ես եկել եմ։ Ալին, դե ես գնամ, կապով կլինենք։ Հա, Ռոբ, ապրես որ ես ճանապարհեցիր։ Հաջողություն։ Հաջողություն։ Ինչ են կանգնել, հանի շորերը, արի բալես, արի նստենք։
Ես գնալով համոզվում եմ, որ քո հետ վիճելով Նորոյին օգուտ չեմ տալիս։ Չէ, ես հիմա չեմ եկել իրան քեզ նվիրելու։ Ես պայքարել եմ ու պայքարելու եմ մինչև վերջ։ Բայց հիմա մենք պետք է իրար օգնենք, որ Նորոն շուտ դուրս գա այդտեղից։ Ես պատկերացում չունեմ ես ու դու ոնց կարանք Նորոյին օգնենք։ Մի տեսակ ինձ ու քեզ նույն հարթության վրա չեմ պատկերացնում։ Ինչի՞։ Հանուն Նորոյի պատրաստ չես հպարտությունդ մի կողմ դնել։ Այդքան է քո սերը, հա։ Արի կլինի դու իմ սերը մի չափի։ Ես ընդամենը հարց եմ տվել, Մագդա։ Մի պահ մոռացի, որ ես ձեզ խանգարել եմ։ Ուղղակի ինձ նայի որպես մարդ։ Մարդ, ով ուզում է օգնել քեզ ու Նորոյին։ Չնայած այս օգնությունը ավելի շատ ինձ է պետք։ Բայց հանուն Նորոյի ես եկել եմ այստեղ, որ մենք խոսենք իրար հետ։ Մի պահ մի կողմ դիր թշնամությունդ։ Մոռացի, որ ես ձեզ խանգարել եմ։ Մենք հիմա մի նպատակ ունենք միասին։ Ես վստահ եմ, որ քո համար խորթ է հիմա այս ամեն ինչի մասին լսելը, բայց այո, մենք մի նպատակ ունենք։ Ու հիմա պետք է իրար օգնենք, որ Նորոյին դուրս անենք այդտեղից։ Ու ոնց։ Խոսքերդ քիչ-քիչ համոզիչ են դառնում։ Դու գիտես, չէ, որ ես գնացել եմ ու այդ օրը ասել եմ, որ ես ու Նորոն միասին ենք եղել գիշերը։ Հա, հիշում եմ։ Հիմա չգիտեմ ոնց իմացել են, որ ես խաբել եմ։ Հասմիկ չգիտես։ Հա, չգիտեմ։ Ճիշտ է, բոլորը մտածում են, որ ես եմ ասել, բայց ես ընդհանրապես կապ չունեմ դրա հետ։ Իրոք դու չես ասել։ Մագդա, եթե ես նման բան արած լինեի, քո կարծիքով այստեղ գալու ու քո հետ այս թեման քննարկելու իմաստը ո՞րն էր։ Ես Նորոյին գժի պես սիրում եմ։ Ես ոնց կարող եի իր հանդեպ տենց բան անել։ Ինչ իմանամ։ Հասմիկ խանդը նենց բան է, որ մարդուն ամեն ինչի ընդունակ է դարձնում։ Սկզբից քեզ թվում է այդ ուղակի վախ է, բայց հետո դառնում է պայքար, որտեղ ուզում ես մենակ հաղթես։ Ու քիչ-քիչ երբ որ այդ խանդի սահմանը անցնում ես, այդ ժամանակ էլ ինքը զգացում չի։ Ինքը դառնում է ուղակի գործողություն, որը չունի բացատրություն։ Ու հիմա կարողա դու գնացել ես այդ քայլին, ուղակի չգիտես ոնց բացատրես։ Դու պահը բաց չես թողնում ինձ ամեն անգամ հիշացնելու, որ Նորոյի ընտրությունը այս պահին դու ես։ Բայց ոչինչ։ Ես հանուն Նորոյի պատրաստ եմ յուրաքանչյուր ասածիդ կուլ գնալ։ Մենակ հիմա ինքը դուրս գա այնտեղից։ Իսկ երբ որ դուրս կգա, այդ ժամանակ կհասկանանք, թե ով կլինի իր վերջնական ընտրությունը։ Լավ, ասա տեսնեմ ես ինչ կարամ անեմ։ Դու պետքա գնաս ոստիկանություն ու ասես, որ այդ օրը դու ես եղել Նորոյի հետ գիշերը։ Ուղղակի չես ասել, որովհետև աղբորդ արձագանքից ես վախեցել։ Ինչ։ Ասում ես Ստյոպը ընկերդ է եղել։ Հա, մենք աղբոր պես ենք եղել իրար հետ։ Բա ոնց է տենց լինում, որ աղբերը աղբոր գլուխու տողին չի ուզում գտնի։ Ով է ասում, որ չի ուզում։ Լսի, ես այնքան շատ եմ ուզում գտնեմ, որ անունս կողքի դրած գնացել եմ ու ոստիկանությունում ցուցմունք եմ գրել։ Ու որպես տղա երևի դու ինձ հասկանում ես, թե այդ ինչ է նշանակում։ Հա, Գարիկ, ես քեզ շատ լավ հասկանում եմ։ Ինքեր կորցնելը շատ ծանր բան է, բայց դու հիմա քեզ ճիշտ չես պահում։ Ու հիմա ճշտից խոսում եմ մի մարդ, ով մարդը սպանիա պաշտպանում։ Գարիկ, չափերդ մի անցի։ Ես շատ համբերատար տղա եմ, բայց ոնց էլ չլինի լսած կլինես, որ այս աշխարհում ամեն ինչ իր սահմաններն ունի։ Ու երբ որ այդ սահմանները անցնում են, շատ վատ է լինում։ Ես լավ մտքով եմ եկել քո մոտ, Գարիկ, որովհետև մենք հիմա երկուսս նույն իրավիճակում ենք։ Դու ուզում ես քո ընկերը սպանողին գտնես, ես է ուզում եմ, որ իմ ընկերը իր չարացի համար պատասխան չտա։ Ու եթե մենք հիմա այս ամեն ինչը մի կողմ դնենք, կարանք իրար օգուտ տանք։ Գարիկ, ոնց Ստյոպն է քո ընկերը եղել, տենց էլ Նորոն։ Դու բավական երկար ժամանակ ես Նորոյին ճանաչել։ Ես քո մասին շատ եմ լսել ու հավատամ մենակ լավն եմ լսել։ Ու այդ ամեն ինչ ինձ Նորոն է ներկայացրել։ Ինքը քեզ վստահելով մտել է այդտեղ գործի, ինքը Ստյոպին չի ճանաչել։ Հա, բայց Նորոն ամենասկզբից էլ լարված է եղել։ Ես ամեն ինչ անում էի, որ իրան օգնեմ, որ փող աշխատի, բայց Նորոն կոպիտ ասած տունս քանդեց։ Դու տեղյակ ես եղել, չէ՞ որ գործի ժամանակ Նորոյի մոտ մարդիկ են եկել ու Ստյոպի պատճառով կռիվ ա եղել։ Ծեծել են, որովհետև մենակ ա եղել։ Հա, տեղյակ եմ։ Բա ոնց է տենց լինում, որ այդքան մարդու մեջից դու մենակ Նորոյին ես ֆիքսել։ Փորձել ես պարզել, թե այդ ովքեր են եկել, ինչի են հետաքրքրվել Ստյոպով։ Չէ, հետաքրքրվելու կարիք չի եղել, որովհետև ամեն ինչ ինձ պարզ էր։ Բայց այս այն թեման չէր, որը սենց ավարտ ունենար։ Այս թեման Նորոյի համար շատ լուրջ է։ Դու ոնց ես մտածում, Նորոն տես թյուրիմացության համար պիտի գնաս Ստյոպի վիզը կտրեր, հա։ Նորոն տես բան կաներ։ Դու շատ լավ հասկանում ես, որ ստեղ մի բան են չի։ Ուղղակի ես զարմանում եմ, դու ոնց ես հետո խղճիտ առաջ պատասխան տալու ընկերոջը տենց փոսը գցելու համար։
Լսի Գարիկ նորոն մեծ տատի ունի։ Քույրեր ունի, որոնց ինքն է պահում։ Ու դու կարծում ես, որ տենց կյանքով ապրող տղեն կարա մարդ սպանի։ Չասացիք նորոն ուր է։ Ալինա ջան, նորոն Նորոն գնացել է քաղաքից դուրս մի քանի օրով աշխատանքի համար։ Ինչ աշխատանք։ Չգիտեմ, իրենց օֆիսն է ուղարկել, իրենց աշխատանքներով էլի, իրենց գործերով։ Էդոն էլ է հետը։ Չէ, Էդոն էստեղ է։ Դե լավ։ Գոնե զանգեմ ձայնը լսեմ հանգստանում։ չէ, ասելա շատ զբաղված ա լինելու, չանհանգստացնենք։ Հա, ճիշտ է ասում։ Մի քիչ առաջ հետը խոսեցի, ասաց, որ շատ զբաղված է ու ես իրան խանգարում եմ։ Էլիս որ տեսնի ես եմ զանգում, հաստատ չի ջղայնանա։ Բաժանորդն անհասանելի է։ Խնդրում ենք փորձել։ Անհասանելի է։ Ոնց ես խոսել հետը։ Դե երևի շատ են զանգել, անջատել է էլի հեռախոսը։ Նորը ինչ գիտես, որ ներվայնացավ վերջ, խելքի ինչ փչի անում, այլ չի մտածում, որ մենք ստեղ անհանգիստ ենք։ Լավ, վերջ։ Ավելի լավ է պատմես, թե ինչ կար չկար Դիլիջաններում։ Դե ինչ պատմեմ տաճ ջան։ Ամեն ինչ շատ լավ անցավ։ Սեմինարներն էլ էին շատ հետաքրքիր։ Ընդհանրապես շատ լավ ու արդյունավետ ժամանակ ենք անցկացրել։ Բայց տենց հատուկ բաներ չի եղել էլի որ պատմեմ։ Եկար տունը լցվեց։ Պուչուր։ Իսկ Պապկենն ու նորոն հաշտվել են։ Շփվում են իրար հետ։ Նորոյի մեջ մի բան փոխվել է։ Մագդա, դու չես հասկանում, որ ես մեր միակ ճանապարհն է։ Հիմա ամեն ինչ Նորոյի դեմ է։ Ոչ մի բան չկա, որ իրա օգտին լինի։ Իսկ եթե դու գնաս ու ասես, որ դուք միասին եք եղել, իրան կկարողանան ստորագրությամբ ազատել։ Իսկ այդ ընթացքում Արշակը ինչ-որ բան կանի։ Իսկ եթե այս քայլով ես ավելի վնասեմ Նորոյին, քո սուտը ոնց բացահայտվեց, տենց էլ իմնա չէ բացահայտվելու։ Եթե գնաս ու կմկմալով խոսես, կհասկանան, որ խաբում ես։ Բայց եթե շատ վստահ ասես, ոչ մի բան էլ չեն հասկանա։ Գոնե ստորագրությամբ բաց կթողնեն Նորոյին, հասկանում ես։ Չգիտեմ, ինձ այս միտքը դուր չի գալիս։ Ամեն դեպքում մենք հիմա շանս ունենք Նորոյին օգնելու։ Ու եթե կարող ենք, պետքա օգնենք։ Չեմ հասկանում, դու վախենում ես։ Քանի անգամ ասեմ, որ ես իմ համար չեմ վախենում, ես Նորոյի համար եմ վախենում։ Որովհետև Արշակն էլ Էդոն էլ ասել են, որ այդ քո կեղծ ալիբին է գործը այսքան բարդացրել։ Դե ուրեմն ոչ մի բան մի արա։ Թող այս գործը տանեն դատարան ու շատ սիրուն ձևերով ամեն ինչ Նորոյի վրա բարթեն։ Դու չես հասկանում ինքը այդ մարդկանց ճանաչումը։ Եթե դուրս գա կկարողանա ինչ-որ բան անել։ Այդ 4 պատի մեջ ոչ մի բան չի կարողանալու անել, ինքը փայտիկ չունի, չի կարա հրաշքներ գործի։ Ամեն դեպքում ես ժամանակին այն ինչ ինձից հասնում էր արել եմ։ Ու եթե հիմա էլ հնարավորություն ունենայի, կանեի։ Ես Նորոյի համար ամեն ինչի պատրաստ եմ։ Ընդհանրապես չի երևում։ Եթե պատրաստ լինեիր, հիմա վազելով ոստիկանություն կգնայիր։ Մտածի Մագդա, մենք ժամանակ չունենք։ Գարիկ Արինեն ցանենք, որ իրար օգուտ տակ։ Ինձ պատմի Սյոպի խնդիրների մասին։ Կարող է Սյոպը այդ մարդկանց հետ նենց հարցերի մեջ ա եղել, որից դու տեղյակ չես։ Ինձ պատմի հասկանամ դու ինչ գիտես, մնացածը կհասկանանք ոնց ենք պարզում։ Գարիկ, ես քեզ չեմ ստիպում, որ ցուցմունքդ հետ վերցնես։ Թող մնա, որ խիղճդ հանգիստ լինի, եթե ասածներս քո մեջ բան չփոխեն։ Ես մենակ ուզում եմ, որ դու խոսաս։ Ինձ պատմի։ Ու եթե չես ուզում խառնվես, ես ամեն ինչ մենակ կանեմ։ Լսի, հիմա նորոն նստած է դրա համար, չէ՞ իրար խառնվել։ Հա, որովհետև հնարավոր է գործը հասնի դատարան, իսկ այդ արդեն շատ լուրջ է։ Ինչն է լուրջ։ Եթե անմեղակ արդարացնեն։ Գարիկ, դու չես հասկանում, որ ուրիշ կասկածյալ չկա։ Քանի ամիս արդեն այդ գործը քննում են ու ոչ մի բան չեն գտնում։ Քո ցուցմունքից ու Նորոյի դեմ հերկված ալիբիից բացի ոչ մի ուղիղ ապացույց չկա։
Այս ամեն ինչից դու ոչ մի բան չես կարող ենթադրես։ Չես զգում, որ քթի տակ ընկերոջդ կյանքը խլել են ու հիմա շատ հանգիստ ձևով ուշադրություն ուտեն շեղում։ Ինձ պատմի ընկերոջդ խնդիրների մասին։ Պատմի հասկանանք ում հետ ինչ խնդիր ունեցեք, կապ չունի լուրջ թե անլուրջ, Գարիկ, ես ահագին երկար ժամանակ ունեմ։ Լավ, համարը տուր իրիկունը կզանգեմ կխոսանք։ Բայց նայ Գարիկ, հանկարծ չթռնես։ Լսի մի շարունակի, ես այդ թեման չի։ Դե գրի։ Չէ, ոչ մի փոփոխություն էլ չկա բալես։ Դժվար է լինի։ Ամեն դեպքում մեր papan դրա համար չի այստեղ։ Էլիս, Այսինքն Դե նկատի ունեմ, որ ոչ մի նորմալ քայլ չի անում, էլի որ հաշտվեն։ Անընդհատ վիճում են։ Բարձա։ Ոչ մի խնդիր չի լուծվել, երևի ավելացել է։ Ինձ որ հույսեր էի կապում գալուց առաջ, բայց ամեն ինչ ոնց որ նույնն է մնացել։ չէ, այդպես մի ասա բալես։ Դադ, ես գնում եմ մի քիչ հանգստանամ։ Նորն որ զանգի ինձ անպայման կասեք, հա։ Չփորձես երեխուն ոչ մի բանի մեջ խառնել եղավ։ Ոչ մի։ Կներես դատ։ Պատահական ստացվեց։ Ուշադիր եղի։ Այնքան փոքր չի, որ կարողանանք բացատրություններով խուսափել հարցերից։ Մեծ է, ամեն ինչ կշռադատում է։ Հասկացա։ Դե ուրեմն ոչ մի բան մի արա։ Թող այս գործը տանեն դատարան ու շատ սիրուն ձևերով ամեն ինչ նորոյի վրա բարթեն։ Դու չես հասկանում ինքը այդ մարդկանց ճանաչումը։ Եթե դուրս գա կկարողանա ինչ-որ բան անել։ Այդ 4 պատի մեջ ոչ մի բան չի կարողանալու անել, ինքը փայտիկ չունի, չի կարա հրաշքներ գործի։ Ամեն դեպքում ես ժամանակին այն ինչ ինձից հասնում էր արել եմ։ Ու եթե հիմա էլ հնարավորություն ունենայի, կանեի։ Ես նորոյի համար ամեն ինչի պատրաստ եմ։ Ընդհանրապես չի երևում։ Եթե պատրաստ լինեիր, հիմա վազելով ոստիկանություն կգնայիր։ Մտածի Մագդա, մենք ժամանակ չունենք։ Ես հիմա գնում եմ բաժին ու քո ասածն եմ անելու, որովհետև ես էլ եմ մտածում, որ եթե նորոն ազատության մեջ հայտնվի, մենք տենց ավելի հեշտ ապացույցներ կգտնենք։ Էս ուր։ Ես հիմա մի քիչ շտապում եմ, կլինի հետո խոսանք։ Ուր է շտապում Մագդա։ Դուք նորոյին չեք կարողանում օգնել, ես կանեմ։ Ես նենց կանեմ, որ իրան ստորագրությամբ բաց թողնեն։ Ու ինչ պիտի անես։ Ես մտածել եմ, Որ ինչ։ ասելու եմ, որ ես գիշերը նորոյի հետ եմ եղել։ Լրիվ ես ցնդել աղջիկ ջան։ Ոնց էլ նստել մենակով այդքանը մտածել ես Մագդա։ Հալալա։ Էդո, Մագդա դու լուրջ մտածում ես, որ այդ մարտիկ մանկապարտեզից նոր են դուրս եկել, հա։ Ու նստած սպասում են, թե որ մեկը տեք գնալու ասեք, որ գիշերը նորոյի հետ եք եղել։ Մի անգամից բաց թողնեն։ Նորոյին սարքել եք լրիվ կինոյի հերոս, աղջիկներ են, որ վազում են հետևից։ Էդո ես չեմ գնալու անիմաստ խոսամ։ Ես նենց եմ անելու, որ ինձ հավատան ու նորոյին բաց թողնեն։ Հենց հիմա անցի տուն։ Հենց հիմա Մագդա։ Դու չես ուզում, որ նորոն դուրս գա։ Շատ եմ ուզում Մագդա, շատ, բայց ոչ այդ գնով։ Դու չես հասկանում, որ եթե գնաս ու Գևորքյանին տենց բան ասես, նորոյին մի անգամից դատելու են։ Այդ ինչի։ Որովհետև կարծեմ քո վարորդականն էին գտել դեպքի վայրից, չէ՞։ Ու եթե դու հիմա գնաս ասես, որ գիշերը նորոյի հետ ես եղել, այդ կնշանակի, որ նորոն մարդ է սպանել։ Դու էլ գնացել ես, որ օգնես փախնի այդ գարաժից։ Չէիր մտածել այդքանը։ Լավա տեսակ ես Մագդա, թե չէ քիչ կրակի մեջ ենք ավելի էինք խրվելու։ Կներես, իրոք չէի մտածել։ Դրա համար ցավը տանը, որ այդ գլխումդ մի հատ միտք է ծագում։ Մի անգամից դուրս արի տնից ու վազի։ Մի հատ պատմի քննարկի հետներս։ Անիմաստ չենք ձեր տանը նստած, Մագդա։
Գնա տուն։ Ես էլ գիտեմ քնած ես։ Չել։ Հոգնած եմ, բայց չեմ կարողանում քնեմ։ Ինչի։ Նորոյին եմ կարոտել։ Էլի անհասանելի է։ Ալինա արդեն բացատրել ենք քեզ։ Գործեր ունի, պիտի մի քիչ համբերես։ Դե ճարս ինչ։ Արդեն գնացել է։ Ալին, մի բան հարցնեմ քեզ։ Արևի հետ խոսել ես կամ զանգել է։ Եթե չես ուզում, կարաս չպատասխանես։ Մի քանի անգամ զանգել է, գրել է։ Բայց ես չեմ կարողացել պատասխանել։ Իսկ ես արդեն ընդունել եմ Արևին։ Ու սիրում եմ նենց ոնց քեզ։ Ու այնքան հանգիստ եմ ցենց։ Մեջս մի գրամ չարություն չկա։ Էլիս։ Հա, Ալին։ Ու դու էլ պետքա քո վրա աշխատես, որ այդպես լինի, որ ընդունես Արևին։ Ինքը մեր քուրիկն է, ու հիմա շատ ունի մեր կարիքը։ Ու մենք նենց ոնց իրար հանդեպ ենք պատասխանատու ու իրար ենք պարտական, այդպես էլ իրան։ Ալին, կներես ինձ, հա, որ այն ժամանակ քեզ սխալ խորհուրդներ եմ տվել։ Կներես, որ քո մանկական հոգին տենց չարությամբ եմ լցրել։ Թող ուղեմ սխալս։ Դու էլ պիտի ընդունես Արևին ու շատ սիրես։ Լավ, ես չեմ հասկանում, բա հիմա ինչ ենք անելու։ Ախր ոչ մեկդ ոչ մի բան չի ուզում անի։ Ոստիկանությունում անգամ ուրիշ կասկածյալ չկա։ Արշակ, դու ինչ ես առաջարկում։ Ես նստեմ, սպասեմ, որ նորոյին պետքա դատապարտեն, դրան սպասեմ։ Մագդա, դու չես տեսնում, որ ես ինձ վատ եմ զգում։ Դիտավորյալ ես անում։ Ձերքս հնարկա ու ես չեմ օգտագործում, հա։ Արշակոպար կարող է գնաս մի քիչ պարկես հանգստանաս։ Չէ, դու ինչ պարկ եմ, ես տեղս չեմ գտնում, ոնց գնամ հանգստանամ։ Ես մի հատ նորություն ունեմ, ու ինձ թվում է լավ նորություն է։ Ինչ նորություն է դու։ Կլինի խոսես։ Այն տղու հետ եմ խոսել, որը միջոցով նորոն այդ գործին էր անցել։ Ու ինչա տալու մեզ այդ տղեն։ Այն, որ ինքը այդ մեռնողի մտերիմ ընկերն է, ու համոզել եմ, որ պատմի է Սյոպովում հետ ինչ խնդիրներ ուներ։ Հա, բայց այդ տղեն նորոյի դեմ ցուցմունք է գրել։ Այդ ոնց է համաձայնել պատմի։ Դե երկար բացատրեցի, ու ոնց որ ինքն էլ սկսեց կասկածել։ Չգիտեմ, Մարշակոպար, երեկոյան կհանդիպենք, մնում է մի բան ստացվի։ Ես էլ կգամ։ Չէ, անիմաստ լարվելու է, հազիվ հետը լեզու եմ գտել։ Ես ինչ պետքա կիմանամ, հետո իրար հետ կորոշենք ինչ ենք անում։ Երանի իրոք կարողանանք այդ մեղավորին գտնենք։ Թե չէ ես արդեն չգիտեմ ինչ եմ անելու։ Սենց շարունակվի ինձ թվում է կմեռնեմ։ Լավ էլի Մագդա, մի հատ հավաքի քեզ։ Չեն չես տես բան ասում։ Բա մոտ չինք իրան կարանա կառավարի։ Չես հասկանում, որ դու ինձնից անհնարինն ես պահանջում։ Լավ, ժողովուրդ, վերջ։ Իսկ վստահ ես, որ այդ տղան մեզ կօգնի։ Ես վստահ չեմ ոչ մի բանի վրա, Մագդա, բայց պիտի փորձենք։ Ալո։ Լանա, կարող եմ քեզ խնդրել, որ հանդիպենք։ Ինչ ա եղել, Հասմիկ ջան։
Ուղղակի ես ահավոր խոսելու կարիք ունեմ։ Ու ես քաղաքում ահավոր մենակ եմ։ Ծնողներս էլ գյուղում են։ Շրջապատս էլ մեծ չի։ Իսկ մեր այս մի քանի օրվա շփումը ինձ շատ է թեթևացրել։ Կարող ենք հանդիպել, խնդրում եմ։ Եթե քեզ շատ եմ խանգարում, կներես։ Չէ, Հասմիկ ջան, կներեսի կարիք չկա։ Ուրեմն կգաս։ Հա, կգամ, հասցե ուղարկի։ Ձեռքիցս չես պրծնելու, միջև չիմանամ, թե ինչ կապ ունես դու Արշակի հետ։ Հույս ունեմ լավ նորությամբ ես զանգել։ Հավատացին։ Հասմիկ, ես չեմ գնացել ոստիկանություն ու չեմ էլ պատրաստվում գնամ։ Այդ ասածս ուղակի ծուղակ է դառնալու մեր համար։ Այսինքն, Էլ ինչ այսինքն։ Քեզ պարզ ասում եմ, որ ես չեմ գնացել ոստիկանություն ու չեմ էլ պատրաստվում։ Մի խոսքով ես քեզ էլ ասելու բան չունեմ, ուղակի իմացի, որ չեմ անելու։ դու վախկոտ ես։ Հետո էլ ասում ես, որ սիրում ես։ Դու իմ սիրո վրա չկասկած ես, պարզ է։ Ուզում հասկանամ ինչ փոխվեց։ Մի քիչ առաջ ասում էիր, որ գնալու ես ոստիկանություն։ Հասմիկ, քանի անգամ բացատրեմ, որ ես տենց ուղակի մեզ եմ վնասելու։ Հասմիկի հետ էր խոսում։